Նորից քեզ նոր շնչում է օրը Չասված խոսքեր այնքան հեռու մոտ Որ հուզեցին հոգուս անդորը Թե որքան անուրջը իմ հոգում ապրում Թե որքան արագ է սիրտը իմ պահում Թե որքան դժվար է քեզ ասել գնա Դու երբեք չես իմանա Անթիվ մտքեր ու մի անհույս կարոտ Ես այս ուղին փոխել անզոր եմ Չապրած պահեր այնքան հեռու մոտ Որ հուզեցին հոգուս անդորը Ես այս ուղին փոխել անզոր եմ Թե որքան անուրջը իմ հոգում ապրում Թե որքան արագ է սիրտը իմ պահում Թե որքան դժվար է քեզ ասել գնա Դու երբեք չես իմանա Դու երբեք չես իմանա Թե որքան անուրջը իմ հոգում ապրում Թե որքան արագ է սիրտը իմ պահում Թե որքան դժվար է քեզ ասել գնա Դու երբեք չես իմանա Դու երբեք չես իմանա Դու երբեք չես իմանա Դու երբեք չես իմանա Մեր առաջին մասնակիցը Նարէ Մարտիրոսյանը ավարտեց իր գեղեցիկ կատարումը։ Իդեպ շնորհակալություն Գիսանե Պալյանին այս գեղեցիկ երգի համար։ Նարէ ջան, շնորհավորում եմ ձեզ, լինել առաջինը միշտ շատ դժվար է եւ անդադ համեմատականներ եմ տանում առաջին սուպերստարին եւ հիշում եմ թե այնտեղ մասնակիցները առաջին անգամ workshop-ի ժամանակ որ բարձրախոսը վերցրել են ձեռքերը անգամ չէին հասկանում ու պետք է երգեին իսկ հիմա կարծես թե պատրաստի երգչուհին արդեն բեմում կանգնած է շատ գեղեցիկ եւ հզոր կատարում էր միակ խնդիրը նա է որ դուք առաջին եք ես ոչինչ չեմ կարող ասել որովհետեւ այս ամենը պետք է լինի համեմատելով ձեր ընկերների հետ կանցնեք թե չեն կանցնի չգիտեմ բայց կատարումը լավն էր եւ ինձ դուր եկավ եւ այդ հոսանքը ես զգացի բեմից դեպի ինձ եւ ինձանից դեպի բեմ շնորհակալություն Շնորհակալություն պարոն Գլումով լսենք գեղեցկուհի Սոնայի Ողջունում եմ ես ձեզ մի բան պետք է խնդրեմ ձեզ կարող եք իջնել սենց այդ ոնց են ասում մի քիչ պոպոզում եք հա ոչի մեջ բայց երբ որ գալիս եք դիաֆրագմով դեպի առաջ կորպուսով դուք փակում եք ձեր դիաֆրագմը իսկ այդ ձայնավորներին պետք է ձայնը դուրս գա հասկացաք առաջ է որ իջնում եք հələ օքեյ էմոցիաները բան ես ձեզ ողջունում եմ շնորհավորում եմ Շնորհակալություն Սոնա ջան Սուզաննա Այս տեսակ երգեր երգելու համար բացի ձայնը փորձել վերցնել նոտաները, ֆորտեները եւ այլն
Ռոքի մեջ պետք է դուք լինեք ճիշտ մեխի պես այդ էմոցիայի մեջ։ Ես տեսա Նարե, ով երգի վերջում հոգնեց, ձայնալարերը լարվեցին, ու դրանից ես ինքս այստեղ նստած ապրումակցում էի ու լարվում էի, Նարե ջան։ Ես կարծում եմ, չգիտեմ, իմ գոլեգաները ինձ հետ կհամաձայնեն թե ոչ, բայց պրոյեկտում այս փուլում արդեն կարծում եմ դուք առավել եւս պիտի հավաքվեք ու ապացուցեք, որ ի տարբերություն ձեր չանցած ընկերների, շատ ճիշտ է այստեղ ձեր գտնվելը։ Նարե ջան, ես կլինեմ անկեղծ, ես ձեզանից սպասում էի ավելին։ Ես գոհ չեմ ձեր ելույթից, շնորհակալություն։ Ամեն ինչ ավելի լրջանում է։ Փուլ առ փուլ գնալով ավելի է լարվածությունը շատանալու, այսինքն ես կարծում եմ, որ անգամ ֆինալում լարվածությունը էլ ավելի շատ է լինելու։ Այս փուլերում դեռ լարվածությունը պարզ այդքան շատ չի։ Ես կարծում եմ, Նարե ջան, իհարկե տարբերությունը կար փորձերի եւ ելույթի միջև։ Ես կուզենայի այն նոտան, որից դու վախենալով եկար եւ այդպես վախենալով էլ երգեցիր, դու ինքդ գիտես, որ նոտայի մասին եմ ես խոսում, մի վախեցի ընդհանրապես պետք չի վախենալ բեմը։ Բեմը դա այն վայրն է, որտեղ դուք պիտի բոլոր ձեր բարդությունները, խնդիրները կյանքում թողեք եւ բարձրանաք բեմ։ Դու մի փոքր կաշկանդված էիր, մի փոքր չէ, այս երգը թույլ էր տալիս, որ դու ավելի պետք է ազատ լինեիր, բայց քանի որ դու ուսուցչուհի ես, համաձայն եմ Սյուզաննայի հետ, Ես չգիտեի, որ կարող էիր, ուսուցիչը, բայց սենց ինքը չոտքեր երգում, էլի սենց բայց նաև գիտի ինչի մասին եմ ես խոսում, իր այդ վախը խանգարեցի։ Շնորհակալություն հայտնենք ընկեր Նարեին,